ձևաչափը եղել է այդ որոշման ընդունման օրը։ Հիմա այստեղ Հայաստանում Մակրոնին ընդունում են, փողոցներ են փակում, ինչ որ մի աղջիկ մի ստորագրություն վերցնելու համար ուրախությունից հուզվում է, լացում է, ուրիշները գոռում են փողոցում Մակրոն, առանց հիշելու, առանց հասկանալու, որ Մակրոնը այն բացառիկ ֆրանսիացին է, որը ունեցել է թշնամական որոշում է կայացրել հայ ժողովրդի պատմության մեջ, այսինքն նրա որոշման հետևանքով Արցախը հանձնվել Ադրբեջանի, մենք պիտի հասկանանք ով է այն, որովհետև Ֆրանսիան ընդհանրապես Հայաստանի բարեկամ երկիր է։ Ֆրանսիայի ղեկավարները բոլոր ժամանակներում Հայաստանի օգտին են գործողություններ կատարել, քաղաքական որոշումներ կայացրել, եւ Մակրոնը Ֆրանսիայի միակ նախագահը չի, որ այցելել է Հայաստան։ Ֆրանսիայի անկախությունից հետո Ֆրանսիայի բոլոր նախագահներն էլ Հայաստան այցելել են։ Քոչարյանի ժամանակ Ժակ Շիրակի այցելությունն ա եղել Հայաստան, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում եւ Սարկոզիի եւ Ֆրանսուଆ Հոլանդի այցելությունները ա եղել Հայաստան, այնպես որ բոլորն էլ Հայաստանի նկատմամբ դրական վերաբերմունք են ունեցել, բայց ոչ ոք բացի Էմանուել Մակրոնից նման ճակատագրական մեծ դժբախտություն եւ ողբերգություն բերող որոշում չի կայացրել։ Եվ պարզվում է, որ նա շարունակում է, այսինքն եկել է Երևանում եւ հայտարարում է, որ Հայաստանի տարածքում ռուսական զինվորներ կան դեռ, ռուս սահմանապահներ կան, դրանց էլ պետք է հեռացնել Հայաստանից, այսինքն քույր գործն է Հայաստանը իր քաղաքականությունից, այդ պետության ներքին գործերի միջամտելու ուղիղ դրսևորումը, չէ՞։ Հայաստանից որևէ պաշտոնյա քննարկել է, ասենք Ֆրանսիան ինչի է ՆԱՏՕ-ի անդամ, Ֆրանսիայի տարածքում ամերիկյան զինվորներ կան թե չկան, ինչի կան, երբ պիտի գնան, տենց հարցեր ոնց որ մենք չենք քննարկում, որովհետև դա որևէ մեկ չպիտի քննարկի, չէ՞։ Բա հարց առաջանում իր ինչ գործն է Հայաստանի հետ, Հայաստանը ղեկավարում